Քննարկում ենք հարց համար 13-ը գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում գույքի նվիրատվությունը ընդունելու և ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Գառնի գյուղ Գառնի հողամաս հասցեում գտնվող 0.11 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազության Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, տեղեկացնելով, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։ Համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հիմք ընդունելով համայնքի ավականու որոշումը և դատախազության Կոտայքի մարզի դատախազի գրությունը, առաջարկում է ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով։ Միաժամանակ, պարոն վարչապետ, նշեմ, որ նմանատեսակ որոշում կա չզեկուցվող հարցերի ցանկում և այնտեղ 1.92 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը նույնպես ամրացվում է Պաշտպանության նախարարության կարիքների համար Պաշտպանության նախարարությանը, որը գտնվում է հետևյալ հասցեով, դա Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Սայաթ-Նովա, Մասիս Ռանչպար խճուղի 5 հասցեում։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, Տիկին Վարդապետյան, կպարզաբանեք, թե դատախազությունը ինչ գործառույթների շրջանակում է կատարել այս գործը և որոշ մանրամասներ, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, կարճ ներկայացնեմ նախապատմությունը, ինչու շրջակա միջավայրի նախարարությանը պետք է ամրացվի գույքը։ Գույքը գտնվում է Գառնի համայնքում, բազալտե երգեհոն, հանրությանն առավել հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում 0.1 հեկտար մակերեսով հողամաս է։ Պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն և ներկայացվել է միջնորդագիր և արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում և ըստ էության հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով, ինչպես նաև հողային օրենսգրքի 60 հոդվածում առկա կարգավորումը, մենք առաջարկել ենք և այսօր կառավարության նիստով ըստ էության կհաստատվի, որ անհրաժեշտ է նշված հողատարածքը ոչ թե տարածքային կառավարման նախարարության կամ համայնքի ենթակայության ներքո թողնել, այլ փոխանցել շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նշեցի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ինչպես նշվեց, պարոն վարչապետ, մեկ գույք ևս այսօր կառավարության որոշման չզեկուցվող հարցերի մեջ էր ներառված նիստի և արդեն ըստ էության քվեարկվեց ու ընդունվեց, խոսքը DOSAF համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերից մեկին է վերաբերում, այստեղ էլ կարճ նախապատմություն կա, էլի չչարաշահելով ժամանակը նշեմ, որ 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ դատախազությունը դիմել էր պետական գույքի կառավարման կոմիտեին և տեղեկացրել, որ նույն թվականի ապրիլի 25-ին այս հասարակական կազմակերպության կենտրոնական խորհուրդը որոշել էր 11 անշարժ գույք վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Հիշեցնեմ, որ քրեական վարույթի շրջանակներում է այս հանգամանքը վերհանվել, որը քննվում է քննչական կոմիտեում, վարույթը դեռևս ընթացքի մեջ է և այս գույքերով չի, որ սահմանափակվում է մեր կողմից և քննչական կոմիտեի կողմից վիճարկվող ներողություն գույքերի ցանկը, բայց այսօր այս որոշմամբ ամրացվում է Հայաստանի Հանրապետությանը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողամասը։ Հաշվի առնելով, որ հողամասը հատուկ նշանակության է և անհրաժեշտ է այն օգտագործել Պաշտպանության նախարարության կարիքների համար, ուստի առաջարկվել է 1.92 հեկտար մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը։ Հաջորդիվ ենթադրում եմ
ոչ առաջիկա 5 շաբթին, այլ հաջորդը մենք եւս 7 գույք կներկայացնենք կառավարությանը հաստատման, ելի դոսաֆի գույքերն են, որպեսզի վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվեն տարբեր գերատեսչություններին։ Կներեք, հիմա այս գույքերը, այսինքն ոչ օրինական ձևով սեփականաշնորհված են եղել, թե վարձակալության տրված են եղել, այսինքն ինչ ա եղել, հիմա Քարերի սիմֆոնիայի մի հատվածը սեփականաշնորհվել է կոնկրետ անձի, հա եղել է իր սեփականությունը եւ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, այսինքն արձանագրել է, ուսումնասիրել է եւ դատական կարգով է, թե այսինքն դատախազական ներգործության արդյունքում է վերադարձվել։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այո, ինչ որ նշեցիք քայլերի հաջողությունն։ Այսինքն ներողություն եմ խնդրում։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված է եղել, կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի Եվ արձանագրելով, որ դա ապօրինյա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հող է եւ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Այո, պարոն վարչապետ, ինչու ենք այստեղ մի փոքր ավելի կարճ ճանապարհով գնացել, որովհետև համայնքի ավականին որոշում է կայացրել։ Մենք ստիպված չենք եղել դատական կարգով բողոքարկելու նաև համայնքի ավականու որոշումը կամ դատական կարգով պահանջելու, որպեսզի համայնքի ավականու անգործությունը այս պարագայում փաստվի, դրա համար մենք ըստ էության դատական ակտ չունենք։ Նմանատիպ իրավիճակներ մի քանի դեպքերով էլի ենք ունեցել, եթե թույլ կտակ կարճ կներկայացնեմ, երբ դատախազական ներգործության արդյունքում արդեն մեր գործընկերների հետ համակցված աշխատանքի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք ապօրինի տիրապետությունից հետ վերցնել գույքը եւ ամրացնել պետությանը։ Օրինակ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի հետ մենք հիմա Սևանի ավազանում հատկապես 0-ից ցածր գտնվող գույքերով նմանատիպ միջնորդագրեր ենք հասցեագրել եւ արդեն ազգային պարկ ՊՕԱԿ-ից ստանում ենք պատասխաններ, որ այո, վարձակալության պայմանագրերը կամ դադարեցվել են կամ դադարեցման վերաբերյալ կողմերը ծանուցվել են եւ մենք երամսյա ժամկետից հետո արդեն հաջորդիվ գործողություններ կանենք գույքի սեփականությունը պետության անվամբ գրանցելու ուղղությամբ։ Այստեղ մի փոքր ճանապարհը կարճ է, որովհետեւ մեր գործընկերները այս փուլում արդեն համագործակցում են եւ աջակցում են։ Եթե այս համագործակցության հնարավորությունը չկա իրավական հիմքերի բացակայության պատճառով, մենք գնում ենք դատարան եւ դատական կարգով ենք վիճարկում ու հետ ենք բերում այս 60 հոդվածի հողերը։ Հիմա դոսաֆի գույքերի մասին իհարկե շատ տենց բան հնչեց, էպիկ հնչեց, դոսաֆ համահայկական հայրենասիրական կազմակերպություն։ Այս մեր իրականության երևի բանն է, հատուկ հետազոտության բան նյութ պետքա դառնա, դոսաֆ, ես ուզում եմ հիշեի, դոսաֆ ոնց է բացվում, տենց է չի, այդ ոչ մեկ չգիտի, երևի, բայց ասենք ոնց է խորհրդային միության կոմունիստական բանի տրամաբանության ներքո ով գիտեր։ Միացրեք բարձրախոսը, միացրեք, դա պետքա հնչի։ Пан варчапет, добровольное общество содействия армии, авиации и флоту. ԴՕՍԱՖ, ՍՍՀ։ Շատ լավ։ Հիմա, բայց այս պատմությունը ուրիշ պատմություն է, հարգելի գործընկերներ, որովհետև ըստ էության այս պատմության շուրջ առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Էրեգել ազգային ժողովում խոսք գնաց Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ որ դե յուրե մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն եւ ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը։ Պարզվեց բնականաբար, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։
Եվ հիմա, երբ որ Սպարտակ ստադիոնը սեփականա բան եղավ, ինչ որ օտարվեց, որպեսզի շինարարություն արվի այդտեղ, բոլոր հայացքները կառավարությաններ, թե բա կառավարությունը ուր է նայում։ Եվ մենք խնդրեցինք նաև, որ մեր իրավաբան գործընկերները նախ եզրակացություն տան, լավ, մենք այստեղ անելիք ունենք, թե չէ։ Այդպես է, որ մենք հասանք այն իրողությանը, որ այդ կազմակերպությունների կողմից այդ գույքը որպես սեփականություն տնօրինելու հարցում մենք ունենք խնդիր եւ դա ամենևին օրինական չի, որից հետո մենք դիմեցինք արդեն մեր իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ի վերջո իհարկե ես չգիտեմ ինչքան գույքը արդեն գնացել, ենթադրում եմ, որ չգիտեմ դրան անդրադարձ ունենալու ենք թե չէ, եւ սա շատ կարեւոր է, որ մենք DOSAF-ի պարագայում, որը ընդհանրապես մեր տեսադաշտերից եւ հանրային վերահսկողությունից փաստացի դուրս է, այդ գույքերը մենք վերադարձնում ենք եւ դրանց հետագա եւ ամրացնում ենք Պաշտպանության նախարարությանը, որը ի սկզբանե ֆունկցիոնալ նշանակությամբ հենց հասցեագրված էր դրան։ Ստեղծագործական միությունների հետ կապված էլ մենք խնդիր ունեինք, որովհետև մենք էլի ասում ենք, մենք պատրաստ ենք այդտեղ լինել ճկում, որպեսզի ստեղծագործական միությունները իրենց անհրաժեշտ գործունեության համար անհրաժեշտ գույքը տիրապետեն, բայց այնուամենայնիվ այստեղ պետք է արձանագրվի, որ հանրային սեփականության մասին է խոսքը եւ հանրության իրավունքները կառավարության միջոցով պետք է պահպանվեն։ Եվ հիմա հետեւաբար DOSAF-ի պարագայում էլ է նույն մեխանիզմը գործել, ինչ որ այնտեղ ավագանուի որոշում էր, այստեղ ինչ մեխանիզմով ենք մենք վերադարձը կամ պաշտպանության նախարարությանը ապահովել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Քանի որ նշեցիք հասարակական կազմակերպությունները, կարճ ուղղակի տվյալներ հայտնեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք որ ապօրինի ըստեյության տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում։ Մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Նույն սխեման DOSAF-ն է, մի տարբերությամբ, պարոն վարչապետ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ եւ այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները եւ ինչպես նշեցի նաեւ քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։ Այդ մասին կա նաեւ Վճռաբեկ դատարանի որոշում, որը որ մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն։ Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեի ընդգծել, որովհետև մենք շատ բազմազան դաշտի մասին ենք խոսում եւ որպեսզի նաեւ տպավորությունը թյուր չստեղծվի, կուզեմ ասել, որ մենք շատ միությունների հետ եւ նաեւ շատ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցություն ունենք։ Ուզում եմ հիշեցնել օրինակ Սևան մարզական միությունը, որը կարևոր գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում եւ հատկապես գյուղական բնակավայրերում երեխաներին սպորտով զբաղվելու հնարավորություններ է ընձեռում եւ մենք օրինակ հրաշալի համագործակցության օրինակ էր, երբ որ Վիկտոր Արչինյանի մարզադպրոցի թեման էինք քննարկում եւ այդտեղ կար նաեւ զուգահեռաբար երկու այլ մարզադպրոցների աշխատանք անելու խնդիր, Գեղակերտի մարզադպրոցը Սևան մարզական հասարակական կազմակերպությանն էր դե ֆակտո նույն կարգավիճակում գտնվում եւ մարզական կազմակերպության հետ մեր համագործակցությամբ իրենց խորհուրդը դա արդեն իսկ նվիրաբերել է պետությանը, որպեսզի այդտեղ մարզադպրոցը բարեկարգվի եւ այդտեղ հետագա աշխատանքները կազմակերպվեն պատշաճ պայմաններում։ Եվ նույնը վերաբերում է նաեւ շատ միությունների, որոնց հետ մենք շատ արդյունավետ աշխատում ենք։ Իհարկե, այստեղ դա չի նշանակում, որ գուրքային հարցերը չպիտի կարգավորվեն, բայց ես էլ ուզում եմ վերահաստատել, որ իրենց գործունեության առումով եւ իրենց հետ նաեւ շատ տարբեր ծրագրեր իրականացնելու առումով սա ոչինչ չի նշանակում եւ այդ դաշտում այն աշխատանքը, որը որակյալ է ոլորտի զարգացմանն է տանում, դա իրականացվում է։ Շնորհակալ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Վարդապետյան, քանի որ ռանչպարի մասին խոսք գնաց, մի թեմայի անդրադառնանք։ Վերջերս եզդիական համայնքի հետ էի հանդիպում եւ նրանք մի փաստ նշեցին, որ նախկին գյուղապետի ձեռքով սեփականաշնորհվել է կամ իրենց տնօրինության տակ է հայտնվել համայնքի ուրեմն հողակտորների մեծ մասը, շուրջ 90 հեկտար արոտավայրերի եւ կուզեի իմանալ արդյոք ընթացք կա այս թեմայով եւ եթե չկա, խնդրեմ ուշադրություն դարձնեք դրան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, մենք ստացել ենք նաև վարչապետի աշխատակազմից ձեր հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն, նաև նշեմ, որ 37 հեկտարի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում արկա էր վարույթ մինչև այդ տեղեկանքը ստանալը, որը որ քաղաքացիներից ստացած ահազանգի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մարմիններ ուսումնասիրություն արել եւ դուրս էր բերել 37 հեկտար տարածք։ Բնակիչները նշում են 150 հեկտարի մասին, մենք այս պահին նաև պետական շահերի պաշտպանության մեր գործառույթի շրջանակներում ուսումնասիրությունները ընդլայնել ենք, որպեսզի հասկանանք իրականում 37 հեկտարը, 90 հեկտարը, թե 150 հեկտարը, եւ ճիշտ եք նշում, բոլորը անօտարելի գույքեր են, որոնք չէին կարող փոխանցվել մասնավոր անձանց, իսկ տվյալ դեպքում փոխկապակցված անձանց էին փոխանցվել եւ ըստ էության կոռուպցիոն սխեմաներով դուրս էին բերվել համայնքի սեփականությունից եւ հակակոռուպցիոն կոմիտեն է վարույթ քննում եւ մենք պետական շահերի պաշտպանության հայցեր ունենք դատարան ներկայացված եւ ուսումնասիրությունները ընդլայնված են մնացած հեկտարները հասկանալու համար։ Հարգելի գործընկերներ, ըստ էության վերադառնալով մեր քննարկվող հարցերին, Քարի սիմֆոնիայի եւ Դոսաֆին պատկանող գույքին, ըստ էության ընդհանուր առմամբ սա մեր ապօրինի օտարված սեփականաշնորհված գույքի վերադարձի գործընթացի մաս է, որը տեղի է ունենում, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք այս գործառույթը իրականացնելու համար հետեւյալ ուղղությունները ունենք։ Մեկը պետական շահերի պաշտպանության գործառույթն է գլխավոր դատախազության, մյուսը ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որը նույնպես արդեն գործում է, եթե ես ճիշտ եմ հիշում, Տիկին Վարդապետյան, մենք արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումներ, դատավճիռներ ունենք այս թեմայով եւ հաջորդ ուղղությունը քրեական գործերի քննության շրջանակներում էլի դատավարական գործառույթների շրջանակում ահա այս երեք մեխանիզմները գործում են, ինչ որ առումով որպես 4-րդ ուղղություն այս խնդրի լուծման կարելի է դիտել նաև հարկային ուղղություններով արվող որոշակի աշխատանքներ, ինչի մասին նախկինում բազմիցս խոսել ենք եւ Տիկին Վարդապետյան կուզենայի այս պահի ձեր գնահատականը լսել, թե ընդհանուր առմամբ 3 ուղղություններով, եթե այս ուղղություն մոռացա այս գործառույթի խնդրում եմ հիշատակել, այս ուղղություններով ապօրինի գույքի բռնագանձման եւ վերադարձի
իրադրությունը այս պահի դրությամբ ինչպես կարող են գնահատել, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ 4 ուղղություն է, դատախազական ներգործությունն է 4-րդ ուղղությունը, որը որ մենք կիրառում ենք, դրանք միջնորդագրերն են եւ այս սխեմայով, երբ մենք գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում խախտման վրա եւ կարողանում ենք ըստ էության արտադատական կարգով վերականգնել ապօրինի գույքի նկատմամբ պետության սեփականությունը։ Ձեր թույլտվությամբ գնահատական չհնչեցնեմ, թվերը նշեմ, կարծում եմ ցանկացած գնահատականից փաստերը ավելի խոսուն կլինեն։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս միայն պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում եւ սրան գումարած նաեւ դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը եւ համայնքին գույք վերադարձնել, այս պահի դրությամբ արդեն փաստացի վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Նշեմ, որ մենք այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, վերադարձրել ենք մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսիմետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում, ճիշտ ասած, մեծ ցանկություն ունեի հերթով այդ գույքերը թվարկելու, հետո հասկացա, որ շատ չարաշահեմ ժամանակը, անընդհատ մենք այդ գույքերը հրապարակում ենք, հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է եւ կադաստրային արժեքի մասին եւ չափի մասին եւ որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։ Նաև դրամական միջոցներ են վերադարձվել, դուք նշեցիք քրեական վարույթի շրջանակում վերականգնվող վնասների մասին, հիշեցնեմ, որ անցյալ տարի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց վերականգնված միջոցների միասնական հաշիվը, որի վրա վճարվում են բոլոր դրամական վերականգնումները բացառությամբ հարկային ոլորտին վերաբերող վերականգնումներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին, եւ ուղղակի նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Սա ընդհանուր առմամբ մեր թվերն են, նշեմ ուղղակի, որ հաջորդ շաբաթ հավանաբար այս թիվը, որ ես նշեցի 66 միլիարդը կավելանա, որովհետեւ մենք անցյալ շաբաթ որոշմամբ երկու մեծ հողատարածք վերադարձրել ենք շրջակա միջավայրի նախարարությանը եւ այս պահին գնահատված ունեինք 5330 հեկտարը եւ դեռևս չենք հասցրել հաշվել 4118 հեկտարի եւ 3620 հեկտարի մասով կադաստրային արժեքները, նաև նշեմ, որ գրանցումներն են գտնվում ընթացքի մեջ, հիշեցնեմ, որ շրջակա միջավայրի նախարարությանը ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ ըստ էության անհատույց օգտագործման 49 տարով հանձնվել էին կենդանիների աշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Եվ այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություններ արել եւ քրեական վարույթ է այս պահին քննվում հակակոռուպցիոն կոմիտեում վերաբերելի է նախկին մարզպետին Արարատի եւ ըստ էության հողատարածքը տրամադրվել էր Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի վարորդին եւ Արարատի նախկին մարզպետին եւ ըստ էության 49 տարի այս անձին անհատույց պետք է օգտագործեն 13000-ից ավելի հեկտար տարածք եւ նախորդ կառավարության նիստով այս հողատարածքներն ամբողջությամբ վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը։ Առաջիկայում կգնահատենք այս երկու մեծ հողատարածքներն էլ եւ դա եւս կներկայացնենք հանրությանը։ Այսինքն դա դեռ պետք է գա կառավարության նիստ, թե նախորդ նիստում մենք դա Նախորդ նիստով մենք ըստ էության ավարտել ենք, որովհետև կառավարության որոշումն ըստ էության ուժը կորցրած ճանաչեց կառավարությունը, գտավ, որ անհատույց օգտագործման տրամադրելու հիմքերը մեր ուսումնասիրության հիման վրա այլևս վերացել են եւ պետք է դադարեցվեն։ Դա էլ մի ուղղություն է, որը տվյալ դեպքում դե յուրե սեփականաշնորհած չէր, բայց 13000 հեկտար հող անհատույց օգտագործման հանձնված էր կոնկրետ անձանց եւ կառավարության նախորդ նիստում դա վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Ես նկատի ունեմ իմ նշած 4 ուղղություններից ըստ էության գույքի սեփականաշնորհման պատմություն չի, բայց փաստացի 13000 գույք 13000 հեկտար հող վերադարձվել է հանրությանը լիարժեք Եվ սա նույնպես կարևոր նրբություն է, որի մասին պետք է ընդգծել։ Համեցեք։
Կարճ ուղղակի հավելեմ, պարոն վարչապետ, եւս նմանատիպ իրավիճակ ունենք Վայոց ձորի մարզում, մոտ 4000 հեկտարի մասին է խոսքը, արդեն ստացել ենք շրջակա միջավայրի նախարարությունից անհրաժեշտ փաստաթղթերը, այս մասով էլ ուսումնասիրություն կանենք, կվերադարձնենք եւ նմանատիպ իրավիճակ ունենք գրեթե ամբողջ ավազանով Սևանի ափի, մենք էլի շատ արդյունավետ աշխատում ենք շրջակա միջավայրի նախարարության հետ, ինչու էստեղ սեփականության իրավունք չկա, որովհետեւ չէր կարող լինել, պարոն վարչապետ։ Այստեղ պետք է գրանցվեր կամ անհատույց օգտագործում կամ վարձակալություն եւ տրամաբանական է, որ մենք վիճարկում ենք հողերի նկատմամբ այս իրավունքները։ Վարձակալությամբ էլ չի տրվել, այսինքն մի կոպեկ պետական բյուջե մի կոպեկ վարձակալության գումար չի մտել։ Ոչ։ Այստեղ քողարկվել է իբրև թե բնապահպանական որոշակի գործառույթների իրականացմամբ, բայց քննվող քրեական վարույթը դեռ ցույց կտա ինչ տեսակ գործունեություն է իրականացվել, ըստ էության բավական շատ օգտակար հանածոներով հարուստ այս տարածքում։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Իհարկե մենք ամենատարբեր ձևաչափով հանրությանը պետք է իրազեկենք վերադարձվող գույքերի վերաբերյալ եւ ելի այն ինչ որ հենց այսօր քննարկեցինք, հարգելի գործընկերներ, ցույց է տալիս այն, ինչի մասին ես երկար ժամանակ խոսում եմ, երբ որ 2018 թվականից հետո անդադ ասվում էր բա գույքերը ինչ եղավ եւ այլն, ես ասում եմ սիրելի հայրենակիցներ, այդ ապօրինի գույքը մի փաթեթի մեջ մի տեղում դրված չի, որպեսզի մենք գնանք դուռը բացենք, մի գործողությամբ վերցնենք, դրանք ամենտեղ են, շատ տեղ են, տարբեր են, բազմաշերտ են, դրանք պետք է ուսումնասիրվեն, հայտնաբերվեն եւ ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ մեխանիզմը դե յուրե մեխանիզմը ամբողջությամբ գործարկված է եւ ըստ էության այսօր ի տարբերություն ասենք ենթադրենք 5 տարի առաջվա մենք ամենօրյա մեր աշխատանքում ջանքեր չենք գործադրում, որովհետեւ ինստիտուցիոնալ լուծումները դրված են եւ ինստիտուտները իրենց գործը պետք է անեն եւ անում են եւ այդ process-ը անընդհատ ամենօրյա ռեժիմով աշխատում է, այլ բան որ մենք արձանագրում ենք, այդ էլ ասենք, որ սա նրա մասին է, այստեղ եթե կառավարության նիստը հասել, այդ նշանակում է ավարտվեց process-ը, ավարտվեց։ Այսինքն մենք դեռ չենք խոսում ընթացիկ գործընթացների մասին, մենք կարող ենք ունենալ իրավիճակներ, շաբաթներ, երբ որ ամեն օր ինչ որ մի իրադարձություն տեղի ունենա, բայց այդ իրադարձությունը մինչև գա կառավարության նիստ հասնի, այդտեղ էլ է ժամանակ տևում, բայց մեկը դաղան շրջելի է արդեն։ Հիմա հարցս հետևյալն է, մենք կարող ենք Տիկին Վարդապետյան արձանագրել, որ համակարգը, ինստիտուտը ամբողջությամբ ներդրված է եւ լիարժեք այսօրվա դրությամբ աշխատում է։ Կարող ենք, պարոն վարչապետ, մենք ես նշեցի, որ շատ արդյունավետ համագործակցություն ունենք վերաբերելի հողատարածքների հետ կապված գերատեսչությունների հետ։ Այստեղ միայն մի խնդիր կա, որի մասին խոսել ենք, բայց դա ուղղակի կարծում եմ տեխնիկայի հարց է կլուծենք։ Մեխանիզմը պետք է դառնա ինքնաշխատ, այսինքն յուրաքանչյուր դեպքում մենք ստիպված ենք դեռևս գրագրություն շրջանառել եւ ես ավելորդ չեմ համարի շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը շրջակա միջավայրին եւ հատկապես կադաստրի կոմիտեին մենք ամենօրյա ռեժիմով անընդհատ գրագրություն ենք վարում եւ աշխատում ենք ինձ համար շատ ցանկալի կլիներ որ սա լիներ թվային այսինքն անկախ նրանից որ մենք միմյանց գրություններ կգրենք կամ իրար հետ այս թեմայով կաշխատենք թե չէ գույքերը ավտոմատ գրանցվեն կարծում եմ փոխվարչապետերի հետ մենք առաջիկայում այս լուծումներին կգանք հաշվի առնելով նաեւ թվայնացման օրակարգը բայց այս պահին այո ինքնաշխատ աշխատում է իհարկե հոգատարության կարիք ունի, որովհետև մենք հայցեր ենք ներկայացնում դատարան, գնում ենք դատարաններ, հետո գրանցում ենք այդ գույքերը, որոշակի խնդիրներ են լինում, գործընկերների հետ քննարկում լուծում ենք, կարծում եմ մենք հոգատարությամբ առաջ կտանենք այս process-ը, պարոն վարչապետ։ Եվ ասեմ, եթե իմ հիշողությունը եւ զգացողությունը, իմ տպավորությունը չի դավաճանում, հիմա օրինակ տասնյակ մանկապարտեզներ կան հերթի մեջ, որոնք քննության process-ների մեջ են, էլի հատուկ պահպանվող Սևանա լճի ավազանի մասին դուք նշեցիք, այդտեղ հարյուրավոր հողակտորների մասին է խոսքը, որից ամեն մեկի հետևից մենք սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետքա գնանք ինչպես խոստացել ենք եւ գնում ենք։
Կարճ հավելում կանեմ, պարոն վարչապետ, այո, մանկապարտեզներ կան ընթացքի մեջ, մենք կառավարություն բերում ենք այլևս անշրջելին։ Մենք ընթացքի մեջ բազմաթիվ գույքեր ունենք, որոնց մասին մենք էլ չենք հրապարակում, հետագայում երբ որ ունենում ենք վճիռ, դա մենք ենք հրապարակում, երբ որ բերում ենք կառավարության նիստ, այլևս կառավարության որոշմամբ դա անշրջելի է, բայց ինչն է ինձ նաև այս առումով հուսադրում, որ մարդիկ սկսել են նկատել ապօրինի հողազավթումները եւ մեզ այդ մասին ամենօրյա ռեժիմով են տեղեկացնում, հատկապես մանկապարտեզների հետ կապված։ Մենք այս պահին կենտրոնացած ենք անտառային տարածքների վրա, Սևանի ավազանի վրա, պուրակների վրա, մանկապարտեզների դպրոցների վրա հաշվի առնելով, որ կառավարությունը լուրջ միջոցներ է ծախսում դպրոցաշինության եւ նախակրթական հաստատությունների շինարարության վրա, մենք ցանկանում ենք այս առումով, թեկուզ գույքային առումով ներդրում ունենալ եւ օգնել կառավարությանը։ Հիշեցնեմ, որ Դիլիջանում 2 մանկապարտեզ ենք արդեն այս ընթացքում վերադարձրել, Խաշթառակում մանկապարտեզի մի հատվածն ենք վերադարձրել եւ Տավուշի մարզի մի շարք գյուղերից մեկում առողջարան բավական մեծ տարածքով առողջարան է, որը գտնվում է մեր ուսումնասիրության ներքո, ու այս գործընթացը այլևս անշրջելի է, որովհետեւ մարզի դատախազներն էլ ամենօրյա ռեժիմով այս գործընթացն են իրականացնում։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան։